Ես ապրում եմ իմ գործով եւ պացիենտներին օգնելով, չգիտեմ, ես այդպես եմ ինձ երջանիկ զգում։ Ինչ որ բանի մեջ որ սեր չես դնում, իրական սեր չես դնում, միևնույն է լավ չի ստացվում։ Ինչքան էլ դու ջանաս կամ ինչքան էլ քո, չգիտեմ, ուղեղի կարողությունները թույլ տան, որ ես սկսեցի դրա անունն էլ նորմալ չգիտեինք ինչա, որ բլոգինգ կա, չգիտեմ, ինֆլուենսերներ պիտի լինեն։ Ես չգիտեի դա ինչա, ոչ մեկ Հայաստանում դեռ որ չգիտեր, դա հեռավոր 16 թիվն էր, 2016 թիվը։ Հետ չարժի գնալ հասնել Գերմանիա կամ արտերկիր, որ որակյալ բուժում ստանան։ Մեր երիտասարդները իսկապես շատ հզոր են ու կան ոլորտներ, որ իսկապես բացարձակ չեն զիջում ոչ Եվրոպային, ոչ Ամերիկային։ Կոմենտներում նկատում եմ մարդիկ ասում են կգցեք հոդվածը, որտեղից որ վերցրել եք, ու այդ շատ ինձ ուրախացնում է։ Տարածված արտահայտությունը, որ բուժում ենք ոչ թե հիվանդություն, այլ հիվանդին, Այո, միշտ աշխատող սկզբունք է։ կրծքագեղձի քաղցկեղը բացարձակապես վերահսկելի իրավիճակ է։ Մանավանդ հիմա այո, Հայաստանում հանգիստ կարող եմ ասել, ես օրական, չգիտեմ, 10-20 դեպքի հետ առնչվում եմ ու ասել, որ դա դատավճիռ է, ամենևին ճիշտ չէ։ Շատ խնդրում եմ հայ կանանց, որ հետևողական լինեն։ Ողջույն, ձեզ հետ է ձեր լավ բժիշկը։ Այսօր մենք հյուրընկալել ենք հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժշկուհի Շաքե Հմայակյանին։ Բարև ձեզ բժշկուհի ջան, շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ։ Դուք շատ տարբերող բժշկուհի եք այն առումով, որ Հայաստանում առաջին անգամ բժշկական բլոգինգով դուք եք սկսել զբաղվել եւ բժշկությունը հեռուստատեսությունից դուրս դուք եք սկսել տարածել եւ դրա մասին դեռ կխոսենք, բայց մինչև դրան հասնելը կուզեմ պատմեք, թե ոնց եղավ, որ որոշեցիք բժիշկ դառնաք, մասնագիտական ընտրությունը, հետո նաև ներմասնագիտացումը։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, անպայման կխոսենք բլոգի ստեղծման մասին։ Գաղտնիք չի ինձ իմ ընկերները բոլորը գիտեն, որ ես չեմ ուզեցել բժիշկ դառնամ եւ դա իմ որոշումը չի եղել։ Դա եղել է ծնողներիս որոշումը, որի համար հիմա շատ շնորհակալ եմ, որովհետեւ ինձ շատ ճիշտ ուղու վրա դրեցին։ Ես երազում եի երգչուհի դառնալ, որովհետև ունեի տվյալներ, բայց երևի թե կոչումս հենց բժշկինն էր ու շատ ճիշտ եղավ։ Միայն իսկապես հիմա եմ զգում, թե ինչքան ճիշտ որոշում կայացրեցի, որովհետև ես իսկապես, ինչպես ցանկացած նվիրյալ բժիշկ, ես ապրում եմ իմ գործով եւ պացիենտներին օգնելով, չգիտեմ, ես այդպես եմ ինձ երջանիկ զգում։ Երևի թե այդպես կպատասխանեմ։ Իսկ մասնագիտական դժվարություններ ոնց կարողացաք հաղթահարել այդ ուսանողական process-ում, մանավանդ եթե սկզբից ձեր համար ընտրել են, դուք չեք ընտրել, հաստատ մի քիչ ավելի բարդ կգնա, քան եթե դուք ինքնակամ ասեք ես եմ գնում դառնամ բժիշկ, ու հետո նաև ոնց ընտրեցիք ներմասնագիտացումը։ Շատ սրտիցս ասացիք, իրականում առաջին 3 տարին լացելով եմ դպրոց, դասի գնացել։ Ես անընդհատ մտածում էի, որ ինձ մոտ չի ստացվի, որովհետև այդ ինչ որ բանի մեջ որ սեր չես դնում, իրական սեր չես դնում, միևնույն է լավ չի ստացվում։ Ինչքան էլ դու ջանաս կամ ինչքան էլ քո, չգիտեմ, ուղեղի կարողությունները թույլ տան, բայց երբ ես արդեն սկսեցի 4-րդ կուրսում, արդեն հայ-ամերիկանում սկսել էի ինչ որ չափով բժշկությանը մոտ կանգնել, ինձ թողնում էին, որ ես, չգիտեմ, ուլտրաձայնային սարքի տվիչը ձեռքս բռնեմ, մեկ-մեկ սրբեմ, տամ բժշկին։ Հա, ու ես այդպես մի քիչ սկսեցի զգալ, որ կարող է ես էլ պետք լինեմ այս ոլորտում։ Հետո ես ունեի շատ լավ ուսուցիչներ, Անի Խաչիկովնան, ինան բոլորը գիտեն, որպես Հայաստանի այդպես լավագույն մամոգրաֆիստներից, ինքը ինձ սովորեցրեց մամոգրաֆիան, թե ինչ բան է առհասարակ, պացիենտի հետ շփվել, ինքը շատ այսպես պացիենտներին շատ այսպես մայրաբար է մոտենում, հարազատի պես է մոտենում, ես իրենից շատ բան եմ սովորել։ Իսկ ինչ վերաբերում է արդեն հետագային, ես որոշեցի, որ ես մամոգրաֆիստ եմ դառնալու եւ միայն կրծքով զբաղվեմ, բայց ինձ ուղուց շեղեց մեր Հովհաննես Պողոսիչը, իրեն լավ գիտեք։ Այո, իհարկե, յուրաքանչյուր չգիտեմ, պատիվ ունեմ ասելու, որ նա իմ մտերիմ ընկերն է ու նաև ուսուցիչը, մենք որոշեցինք միասին տեղափոխվել համակարգչային շերտագրման բաժանմունք եւ ես սիրահարվեցի համակարգչային շերտագրման այդ սարքից բռնած, չգիտեմ, պատասխանի թղթից վերջացրած այդ մասնագիտությանը իրապես սիրահարվեցի ու ելի եմ ասում շատ շնորհակալ եմ ուսուցիչներիս ու հասկացա ի վերջո, որ այո, սա էր իմը եւ հայրիկս էլ է բժիշկ եղել, ինքը իմ մեջ միշտ ծերմանում էր բժշկության նկատմամբ սերը, բայց երբեք չէր ստիպում, որ գիտես դու պետք է բժիշկ դառնաս, բայց իրականում այդ ամեն ինչը գումարվեց իրար
եւ հուսամ, որ կարողացել եմ լավ բժիշկ դառնամ։ Շատ ուրախ եմ ձեզ համար, որ կարողացել եք ճիշտ մարդկանց հանդիպել ճանապարհին, որովհետև դա շատ կարևոր է։ Նույն Հովհաննես Պողոսիչ Վարդևանյանը ես շատ եմ իրեն հարգում եւ սիրում որպես մասնագետ եւ որպես մարդ, իրենից շատ բան եմ սովորել եւ նաեւ զրույցների ընթացքում մենք 2 անգամ ենք հանդիպել ու ոդքասթում շատ երկար ժամանակ խոսել ենք իրար հետ։ Ու թե ինչ մասնագետ է, ինչ աստիճանի պրոֆեսիոնալ է, իրոք դա իրականում մեծ պատիվ է, որ դու դառնաս նրա աշակերտը, էլի, այսպես սովորես իրենից ու իրոք շատ կարևոր է դա։ Եվ ցանկացած երիտասարդ բժշկի համար Հայաստանում տեղավորվել առողջապահության ոլորտում եւ փորձել աշխատել որպես բժիշկ այդքան էլ հեշտ չի ստացվում, որտեվ շատ մեծ բան ունենք, մրցակցություն ունենք ոլորտում եւ արդեն հիմա բոլորն են հասկացել, որ առանց ոնց որ մեդիա կոմպոնենտի եւ առանց ոնց որ մեդիայում ակտիվ լինելու շատ բարդ է պացիենտներ ունենալ եւ ուզեմ պատմեք թե ոնց սկսվեց ձեզ մոտ ոնց եկավ այդ գաղափարը որ ես ուզում եմ նաեւ զբաղվեմ բժշկական բլոգինգով ու փորձեմ իմ մասնագիտական խորհուրդներով կիսվել մարդկանց հետ արդեն համացանցում դա եւս ինձ մոտ էսպես շատ սպոնտան է ստացվել երբեք չեմ մտածել որ ինչ որ դե այդ ժամանակ որ ես սկսեցի դրա անունն էլ նորմալ չգիտեինք ինչա որ բլոգինգ կա չգիտեմ ինֆլուենսերներ պիտի լինեն Ես չգիտեի դա ինչա եւ ոչ մեկ Հայաստանում դեռ որ չգիտեր, դա հեռավոր 16 թիվն էր, 2016 թիվը։ Ուղղակի պատահական ես շատ երկար տարիներ մարզվում եմ արդեն, այդ մարզումներից մեկը ուղղակի դրեցի էջումս ու իմ ընկերների շրջանակներում շատ մեծ ակտիվություն նկատեցի, բոլորը սկսեցին հարցնել, «Շակ, բայց ոնց ես անում, բայց ինչի համար է բան»։ Ու ես մտածեցի, բայց եթե ես կարող եմ բժշկություն մարդկանց սովորեցնել, ինչու սպորտի մասին խոսեմ, եթե դա իմ մասնագիտությունը չէ։ Ու եկա Անի Խաչիկովնային, ասեցի, կգաս միասին լայվ անենք։ Ինքը ասեց, «Էդ որն է»։ Ասեցի, չգիտեմ, բայց լավ բան է երևում, պետք է անել։ Ու որոշեցինք ուղիղ միացմամբ մարդկանց հարցերին պատասխանել ընդամենը։ Ու ես սպասում էի, որ չգիտեմ, ասում էի, Երանի 100 view ունենանք, չգիտեմ, sense մի բան։ Ու հիշում եմ այդ օրը, որ մենք արեցինք ուղիղ միացումը, մի երեկոյի մեջ 40,000 դիտում հավաքեց մեր այդ ուղիղ միացումը ու իմ էջը շատ մարդկանցով այսպես ողողվեց անծանոթ մարդկանցով ես չգիտեի դե միայն ընկերներս էին մինչև դա ու շատ sense պատասխանատու պահեր ասում էի լավ էս մարդիկ եկել են բայց ես հիմա իրանց ինչ որ բան պիտի տամ չէ եկել են ինչ որ բան լսեն հավանաբար ու այդպես ծնվեց գաղափարը որ ոլորտը դատարկ է մարդիկ ուզում են սովորել մարդիկ կարիք ունեն սովորելու, որովհետև էլեմենտար բաներ կա առողջության մասին, որ չգիտեն ու ինչքան էլ ասում ես, միևնույն է դա քիչ է ու ես շատ ուրախ եմ, որ հիմա ինձանից բացի էլի շատ ասողներ կան, բժիշկներ կան, ովքեր սովորեցնելու բան ունեն ու սկզբում շատ դժվար էր, որովհետև այն ինչ որ դու նոր ես սկսում անել, այդ վախենալու է, մարդիկ դա չեն ընդունում, որովհետև ծանոթ չեն դրան, դա նոր է։ Նոր բանը միշտ դժվար է, չէ՞ ընդունվում։ Տարբեր խոսակցություններ, տարբեր վայրի վերումների եմ դիմացել ու ես հիշում եմ որ մայրիկս ինձ ասեց լսի բայց արժի որ անում ես քեզ լուրջ չեն ընդունի քեզ կասեն որ երևի թե գիտելիքի պակաս ունի կամ չգիտեմ լավ մասնագետ չի դրա համար այլ ոլորտում էր եմ փորձում ես էլ ասի ման ոչինչ օրը կգա կտեսնես որ արժեր հիմա մայրիկս ասում է դրսում ինձ ասում են կնեք դուք շաքեի մաման եք ու այդպես մամաս ասում է ես ինձ շատ լավ եմ զգում ասում տես ման փաստորեն պետք էր դա անել ու իրապես մենակ այն միտքը որ մարդկանց կարող ես կրթել որ մարդը զուտ իմանա իր օրգանները որտեղ են տեղակայված եւ չգիտեմ իմանա որ չգիտեմ այս կոնկրետ գանգատի դեպքում ում դիմեն ինֆորմացված լինելը կարելի ասել գործի կեսն է ու բացի դա էլ ես իմ հետևորդների համար մշտական զեղչեր ունեմ հայ-ամերիկանում դա եւս այն որ մի փոքր sense ժողովրդից կարողանում ես մի քիչ օգուտ տալ արդեն լավ ես զգում քեզ ամեն դեպքում անշահախնդիր գործ եմ անում հույս ունեմ որ գոնե մի քանի հոգու կարողացել եմ օգնել շատ ծանոթ պատմություն եք պատմում որովհետեւ նույն ձև ես իմ բլոգն եմ սկսել ես առաջին կուրսը ավարտեցի համալսարանում ու հասկացա որ կրթության հետ կապված մենք շատ լուրջ խնդիրներ ունենք եւ ամեն ինչ շատ ոնց որ ավանդական ձևով է իրականացվում ու օրինակ կարելի է
շատ հետաքրքիր անիմացիոն ձևով ու հայալեզու այնպիսի կոնտենտ ստեղծել, որ մարդիկ կարողանան դրանից օգտվել ու ավելի հեշտ պատկերացնեն, թե ինչ են սովորում, ու տենց ես էլ սկսեցի գանգի անատոմիայից սկսել վիդեոներ նկարել, սկզբից տենց նախ սկսեցի բժշկական համալսարանից պատմել, թե ընդհանրապես որ գալիս եք համալսարան ինչա լինում, շատ վատ զզվելի վիդեոներ են հիմա որ հետագայում իրականում որակի առումով այնքան վատն էր, որ սարսափելի, որ ես նստել եմ գլուխս կիսատ կամերայով սենց կեսն է երևում ու ես սենց մի կերպ խոսելով պատմում եմ թե ինչա կատարվելու, ինչա ձեզ սպասում համալսարանում որովհետև իմ համար այդ մեծ խնդիր էր էլի, որ ես եկա ու չէի պատկերացնում ուր եմ ընկնում ընդհանրապես։ Դե բոլորս ենք, չէ՞, այդպես որ ասում են, «Էս ինչ լսարանում դասի եք» ու դու «Էս ինչ լսարան է» ընդհանրապես որ հատվածում աշխարհի, չգիտես։ Նույն պրինցիպով ես ոնց որ եւ դա իրոք մեծ խնդիր էր ու որոշեցի որ պետքա սկսեմ անել ու ընկերներս կողքից ապես բլոգեր ես դառնում, սենց այդ շատ ինձ եմ հիշում այդ մի ընկերոջս ասած ապես բլոգեր ես եւ որ ասում հա ինչ կա դրա մեջ անի այդ շատ բարդ էր իրականում սկզբից հետո զգացի որ ինչքան շատ են վիդեոները սարքում այնքան ավելի հետաքրքիր է դառնում եւ ես ինքս եմ սկսում ավելի հետաքրքրությամբ դրանով զբաղվել իհարկե հետաքրքիր է շատ հիմա կարող եմ ուսանողները հանդիպեն ինձ ասեն քո անատոմիայի վիդեոներով ենք քննություն ստացել եթե չլիներ չենք ստանա շատ հաճելի է իրականում ասում հա շարունակի անես որովհետեւ իրոք կարևոր խնդիր է լուծում ես հիշում եմ ներողություն եմ խնդրում 18 թիվներ կարծեմ այդպես քննության մեջ մտցրել էին նաև ռենտգեն նկար այսինքն ռադիոլոգիայից հատված կար քննական այդ քննության մեջ ու պետքա թոքեր կամ չգիտեմ ինչ որ եթե չեմ սխալվում հենց թոքերի նկար պետքա կախվեր եւ ուսանողները պիտի ասեին այդտեղ ինչ են տեսնում ու ուսանողները շատ խառնված իրար վախեցած որովհետեւ կյանքում նման բան չէին արել ու ես որոշեցի օգտագործեմ հարթակս ու երեխեքի համար կարդում էի ռենտգեն լեկցիաներ ու հետո տեսնում էի ուսանողներին դրսում ասում էին մենք ձեր լեկցիաների շնորհիվ ստացել ենք մեր քննությունը ու այնքան հաճելի էր որ մարդկանց ինչ որ ձևով կարողանում ես օգտակար լինել ինձ մոտ դրանից ավելի հավես բան չկա հա իսկ այդ որ ասացիք ձեզ լուրջ չեն վերաբերվի դա իրականում կա այդպիսի բան ու ոնց որ եթե ինչ որ չափով ինֆլուենսեր ես դառնում նաև քո մասնագիտական կարողությունների վրա սկսում են կասկածել մարդիկ հատկապես գոլեգաների մասով էլի կարող եմ ասել եւ կուզեմ դուք ասեք ձեզ մոտ այդպիսի խնդիրներ եղել է եւ որ եղել է դուք ոնց եք կարողացել հաղթահարել այդ ոնց որ հոգեբանական խնդիրները Այդ թող մտածեն Դավիթ ջան ստեղ են ասել ինչ ասես Ինական ոչ մի բան ոչ մեկին ապացուցելու չունեմ ես իմ գործի մեջ շատ համեստ հանգիստ գնում եմ իմ աշխատավայրում նստում եմ -1 հարկում իմ համակարգչի առաջ գրում եմ պատասխաններս եւ գրում եմ տուն թող իմ պատասխանները իմ մասին խոսեն եւ եթե չկա բժիշկ ով որ չի սխալվում կամ ինչ որտեղ չի թերանում չգիտեմ պիտի լինես աստված որ չսխալվես լինելով բժիշկ իհարկե կար տենց պահ որ շատ էի լսում որ խոսում էին ասում էին դե այդ ինչ անում իբր այդ ինչ անլրջություն է երևի թե լավ մասնագետ չի փորձում տենց կայանա ես այդ պահին երևի թե երիտասարդ էի դրա համար շատ ավելի ռիսկով էի միգուցե հիմա շատ ավելի կասկածելով դա անեի բայց ամեն դեպքում հետ չկանգնեցի չասեցի դե լավ դե խոսում են չանեմ ու ճիշտ արեցի ինձ թվում է որ հետ չկանգնեցի որովհետև իսկապես հիմա ուղղակի այնքան շատ է ինֆորմացիան, այնքան անիմաստ բաներով են մարդիկ կիսվում, էդ էլ է լուրջ խնդիր, որ ես լիքը մարդ գիտեմ, ովքեր բժիշկ չեն, բայց բժշկական խորհուրդներ են տալիս, նույնիսկ ասում են, հա, այս դեղորայքը ինձ օգնել է, խմեք, այս շատ վատ բան է իրականում ու այդտեղ վերահսկումը անհրաժեշտ է, չգիտեմ ոնց կլինի այդ վերահսկումը, բայց պետք է, անպայման պետք է Բայց եթե որոշել ես մի բան սկսել ես ու այդ լավ բան ես սկսել, հաստատ չարժի խոսակցությունների համար հետ կանգնել, միանշանակ։ Ճիշտ եք ասում, միսինֆորմացիայի պահը, որ շատ ոչ պետքական եւ սխալ ինֆորմացիա կա հիմա սոցիալական մեդիայում ու ցավոք սրտի շատ մարդիկ լավ էլ հետևում են, տարածվում են, սոդայաբուժություն եւ այլն, օրինակ դեպք պատմեմ ինձ հետ պատահած, որ ծանոթներից մեկը կրծքագեղձի քաղցկեղ ուներ ու
իրենց կաղամբ էին խաշել, հա։ Չէ, կաղամբ խաշելը չէ, ինքը շատ խելացի աղջիկ իրականում, բարձրագույն կրթություն ունեցող, տենց լավ տեղ աշխատող, բայց զանգել էր ինձ, ասում է, գիտես, այն որ չգիտեմ արդեն ինչ անեմ, ճարահացել մեզ ինչ խորհուրդ ասես տալիս են, խնդրում եմ էլի ինձ օգնի մի հատ, ասում եմ ինչ է եղել, ասում է ինչ որ Գերմանիայում տենց մի հատ հետազոտություն են արել եւ ոչխարների վրայից տզեր են վերցրել եւ այդ ոչխարների տզերից ստացած ինգրեդիենտը թե այդ ոչխարների տզերը ուտելով մարդիկ կարողացել են կծկագեղձի քաղցկեղից բուժվեն հիմա չգիտեմ ինչ պատասխանեմ են ինձ մի պահ ոչ ծիծաղելու է ոչ լացելու է էլի որ ասում ես լավ, խի, ինչի համար, այն որ դնում եմ մանրամասն բացատրում ասում կարող է ինչ-որ միտեղ ինքը իրականության մեջ տեղ ունի, բայց հիմա դու գնաս ոչխարին բռնես իր վրայից դիզը հանես ու գրես այն մարդուն, որ պետքա բուժվի քաղցկեղից, հաստատ չի բուժվի էլ այդ ոչխարի տզով։ Հա, նման բաներ շատ են անում, այդպես, չգիտեմ, սովաբուժություն կամ միայն բանջարեղենի ջուր են խմում, ու ցավոք սրտի շատ է լինում երիտասարդների մեջ, որ ասում են այսպես դինամիկ գալիս են հետաքրքիր ինչ է գալիս են հետազոտության, բայց բուժում չեն ուզում ստանան։ Ես միշտ իրենց հարցում եմ, ասում, բայց եկել եք չէ հետազոտության, ինչի համար։ Ի վերջո հետազոտվում ենք, որ բուժվեք, չէ, բնականաբար։ Ասում են, դե չէ, մենք ուղղակի տեսնենք չափը փոխվել է, թե չէ, ու շարունակենք մեր բուժումը, բայց դու տեսնում ես, որ այդ մարդը արդեն աչքիդ առաջ նվաղում է, չգիտեմ, քաշ է կորցնում։ Դրա համար չգիտեմ։ Մանավանդ հիմա մենք այնքան լավ մասնագետներ ունենք, հեչ չարժի գնալ հասնել Գերմանիա կամ արտերկիր, որ որակյալ բուժում ստանան։ Մեր երիտասարդները իսկապես շատ հզոր են ու կան ոլորտներ, որ իսկապես բացարձակ չեն զիջում ոչ Եվրոպային, ոչ Ամերիկային։ Շատ ուզում եմ, որ ժողովուրդը վստահի հիմա մեր բժիշկներին։ Հա, բայց դե իմ կարծիքով լավորից չի էլի որ մարդիկ այդ ամեն ինչը անում են ու մենք ինչքան շատ խոսենք այդ ամեն ինչի մասին ճիշտ ինֆորմացիա հասցնենք ամեն դեպքում իրանք մեղավոր չեն էլի որ իրանք չգիտեն ուրեմն մենք ենք մեր գործի մեջ ինչ որ շափով թերացել որ հարցը հասել է նրան որ մարդիկ փորձում են զբաղվեն ինչ որ ալտերնատիվ ոչ ապացուցահեն բժշկությամբ ես դեմ չեմ ալտերնատիվ բժշկությանը եւ շատ հետաքրքիր բաներ կան, որ կիրառվում են ալտերնատիվ բժշկության մեջ, բայց դա այդ ամեն ինչին ձև կա, էլի, եթե այդ ամեն ինչը ճիշտ կազմակերպվի, պետական մակարդակով, այդ ամեն ինչը վերահսկվի, մարդիկ ոնց ուզենան նենց չանեն, այլ ոնց որ ճիշտ է այդպես անեն, կարծում եմ ավելի լավ հսկողության տակ արվի ամեն ինչը։ Բայց Դավիթ, մի բան եմ նկատել, վերջերս ես որ ինչ որ նյութ եմ տեղադրում կոմենտներում նկատում եմ մարդիկ ասում են կգցեք հոդվածը որտեղից որ վերցրել եք ու այդ շատ ինձ ուրախացնում է միգուցե այդ մարդկանց թվում է որ ես պետքա դրանից խառնվեմ իրար կամ ասեմ վայ բան ես միշտ հոդվածներով նայում եմ անպայման մի 3 հոդված ստուգում եմ նոր ինֆորմացիան տեղադրում եմ ես մեծ սիրով կիսվում եմ այդ մարդկանց հետ ու հասկանում եմ որ մարդիկ արդեն այն չի որ ընդհանրապես անտեղյակ են մարդիկ կարդում են մտնում են նայում են այդ շատ հաճելի է իրականում։ Հա, եւ կարծում եմ այն փոփոխությունները, որ սկսել եք, նաեւ դուք եք սկսել ձեր բլոգով եւ նաեւ մյուս բժիշկ ինֆլուենսերները, որ հիմա փորձում են ամեն ինչ անեն, որ ինֆորմացիան հասցնեն, ճիշտ ինֆորմացիա հասցնեն, օգնում է եւ բնականաբար միշտ էլ կլինեն դեպքեր, որ միշտ կհաղթի գիտությունը, բայց կարծում եմ ինչքան շատ է խոսվում եւ ուրախ եմ որ հիմա շատ ենք խոսում այդ ամեն ինչի մասին, գնալով ամեն ինչ փոխվում է եւ մարդիկ սկսում են արդեն հարմարվել այդ ամեն ինչին, հասկանալ ճիշտ ձևը եւ իրոք դա ողջունելի է ու շատ կարեւոր է։ Իհարկե, ես շատ ուրախանում եմ որ տեսնում եմ բժշկական էջերին շատ քանակով մարդիկ, դե իրականում շատ եթե համեմատենք հետ շատ չի, օրինակ եթե նայենք, չգիտեմ, հարևան Ռուսաստանի, իհարկե իրենց ազգաբնակչությունը շատ մեծ է, համեմատելու չի, բայց իրապես միլիոններով հետևում են իրենց բժիշկներին ու շատ գրագետ հարցեր են տալիս։ Ես մեկ-մեկ որ նայում եմ, այսպես հավեսս տալիս է, թե ինչ հարցեր են բժշկին տալիս, որ դու իրոք պետքա մտածես այդ հարցի շուրջ։ Չնայած ուղիղ միացումների ժամանակ այն ժամանակ հասցնում էի անել, էլի շատ հետաքրքիր հարցեր հնչում էին, որ դու պիտի ինքդ գնաս, կարդաս, որ այդ մարդուն կարողանաս պատասխանես։ Ու ստացվում է դու անընդհատ քեզ վրա ես աշխատում, այնպես չի, դու միայն տալիս ես, դու նաև ստանում ես ինֆորմացիա, որովհետև ցանկացած նյութ պատրաստելու համար պարտավոր ես լուրջ մոտենալ այդ հարցին։ Ես համ մեր գոլեգաների հետ եմ քննարկում, համ հոդվածների միջոցով եմ ստանում նյութերս։ Քեզնից անկախ դու անդադ քո վրա աշխատում ես։ Հա,
Եվ դա պահանջատիրություն է, որ արդեն քո հետևորդները քեզնից պահանջում են, որ դու անընդհատ զարգանաս, անընդհատ աճես։ Եթե դու level ես տալիս, իրանք չեն սպասում դրանից ներքև բան, իրանք անընդհատ վերև են սպասում դրանից։ Բայց այդ արդյոք չի խանգարում այդ շատ սոցիալական մեդիայով ոչ թե շատ, այլ սոցիալական մեդիայում կերպար եք ստեղծել եւ այդ կերպարը կա եւ չի լինում այնց որ դուք շատ եք տալիս, չգիտեմ այդ process-ը կամում չի բացատրեմ, որ տալիս եք ու սպառվում եք ինչ որ մի բա, որտեվ ամեն դեպքում տալիս եք, էլի մտածում եք, նստում եք, անում եք։ Իրականում լինում է այտենց այդ burnout-ի պես պահեր լինում է, ու ես հենց զգում եմ, որ դրան հասնում եմ, ես մի քանի օր գոնե դադար եմ վերցնում, ճիշտ է այդ edit active-ը ընկնում է, լրիվ այս որ կարելի ասել արածը ջուրն է գնում, բայց զուտ որպես մարդ եւ հոգեբանական վիճակը հաշվի առնելով պետք է այդ ստոպերը, որովհետեւ դու անընդհատ տրոհվում ես մասնիկների, դու կոնկրետ իմ պարագայում ես մամա եմ, չգիտեմ, բժիշկ եմ, տուն տեղ երեխա թեմաներ եւ նաեւ բլոգը սպորտի գնալ, տարբեր, չգիտեմ, ընտանեկան թեմաներ ու բնականաբար սպառվում ես ու դա չի կարա չանդառնա քո սոցիալական էջի վրա, որովհետեւ դու քեզնից անկախ ցույց ես տալիս քո էմոցիաները, դրա համար դադարներ պետք են։ Ես այդպես եմ անում։ Հաշվի չեմ առնում, թե վայ ակտիվս կընկնի, եթե զգում եմ, որ պետքա, լռում եմ, գոնե մի 4-5 օր լռում եմ ու հետո արդեն նոր ոգով, նոր ուժով հետ եմ գալիս։ Որովհետև եթե այդպես անես, սպառված տաս, ինչ որ ամեն դեպքում կընկնի, որովհետև դու ոնց որ չես տալիս այն, ինչ որ կուզեիր տալ, ուղղակի պիտի տաս, տալիս ես, էլի այդ վիճակն է դառնում ու մեկ էլ հենց ներսից համ դու ես քեզ շարունակում ված գալ, համ զգում ես, որ այն ինչ որ դու խոսում ես, տվել ես եւ արել ես, վիճակը բան է, ոնց որ ստացվում է դու կեղծ ես դառնում։ Հա, կեղծ ես դառնում, հա։ Ու նույնն էլ կարծում եմ բժշկության մեջ որպես մասնագետ որ աշխատում եք եւ կուզեմ նաեւ հիմա ասեք թե բացի ինֆլուենսեր լինելը ու առաջին հերթին դուք բժիշկ եք էլի բժշկական կարիերան ոնց է ընթանում աշխատանքային ժամերի ընթացքում դուք ոնց եք կարողանում աշխատել պացիենտների հետ եւ իրենց հետ կապված այդ առանձնահատկությունները ինչքանով է հեշտ, ինչքանով է բարդ նրբությունները որպես բժիշկ աշխատանքի արդեն։ Դե ինչպես քիչ առաջ ասացի, ոնկոլոգիայի ոլորտում եմ աշխատում։ Բնականաբար շատ բարդ ոլորտ է։ Հիմնականում մենք կատարում ենք կրծքագեղձի քաղցկեղով պացիենտների staging կոչված, այսինքն որոշում ենք թե տարածվածության աստիճանը կոնկրետ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում կամ բնականաբար այլ քաղցկեղների հայտնաբերմամբ ենք զբաղվում, օրինակ որովայնային, չգիտեմ, լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի, աղիների խնդիրները, մի խոսքով մեր ուղղվածությունը դա է։ Եվ բնականաբար պացիենտի ու իր հարազատների այդ շփումը եւս ունի իր շատ այսպես նուրբ առանձնահատկությունները, որոնք որ իդեպ շատ հետաքրքիր է, որ մեզ չեն սովորեցնում պացիենտի հետ ինչպես այդ բարդ թեմաներից խոսել։ Ես օրինակ ես վերջերս ավարտել եմ public health-ը ու այնտեղ եմ իմացել, որ գործելակարգ կա, թե ինչպես պիտի պացիենտին վատ լուրը հայտնես։ Ու դրա մասին մի քանի անգամ պրեզենտացիա եմ արել, ներկայացում եմ արել ու դահլիճը միշտ ես հարցնում եմ սկզբում ասում եմ անցել եք տրեյնինգ, թե ինչպես պետքա պացիենտին վատ լուրը հայտնեք, ոչ մեկ ձեռք չի բարձրացնում, բայց դա անհրաժեշտ է, որովհետև այդ ավելի կարևոր է, քան դու լինես շատ այսպես ակադեմիական լեվելի բժիշկ, բայց պացիենտին դուրս գաս այնպեսի շոկի ենթարկես, որ այդ մարդը էլ չուզենա, չգիտեմ, ապրի նույնիսկ։ Այդ շատ կարևոր է։ Նախ պետք է պացիենտի մենթալ վիճակից դու արդեն հասկանում ես, թե իրան ինչքան ինֆորմացիա պիտի տաս։ Արդյոք ինքը պատրաստ է մարսի այդ ինֆորմացիան։ Հետո հարցադրումներով հասկանում ես ինքը ինչքան ինֆորմացիա է առհասարակ ուզում ստանա։ Կարող է ինքը ուզում է իր հետի ուղեկցողին դու ասես ինչա կատարվում իր օրգանիզմում, այդպիսի դեպքեր են լինում։ Օրինակ որ լինում ասում գիտեք տղաս բժիշկ է, կլինի իրան ասեք նման դեպքերում։ Շատ դժվար է։ Պիտի հասկանաս պացիենտի ներքինը, ինչ է իր մոտ կատարվում եւ ինչքան ինֆորմացիա իրան տաս, դա իրոք շատ կարեւոր է։ Երբեմն լինում է, որ իրանք ասում են լավ, կլինի գամ հետո խոսենք։ Ինքը ցանկանում է այդքանը մարսի, հետո գա շարունակությունը։ Արտասահմանում առհասարակ ռադիոլոգները պացիենտի հետ չեն շփվում։ Մենք կարելի ասել բժշկի բժիշկն ենք։ Իրենք արդեն իրենց օնկոլոգների հետ են այս հարցերը քննարկում, բայց Հայաստանում այդպես չի։ Դու մտնում ես սկանը անում ես, հետևիցդ մտնում է պացիենտը բարեկամների հետ եւ ուզում է իմանա։ Ու բնականաբար այդտեղ դու չես կարող լռել, ասել գիտեք, չեմ կարա պատմեմ։ Այդ պահին պիտի մաքսիմալ ոչ ստրեսային կարողանաս ներկայացնել, որպեսզի մարդը
հույսը չկորցնի, բայց զուգահեռ դրան ավելորդ հուսադրումն էլ է սխալ, որ ասում են, այո, 100% ամեն ինչ շատ լավ է, ցավոք սրտի բժշկության մեջ 100% չկա։ Ու բնականաբար փորձի հետ էլ արդեն ձեռք ես բերում փորձ, թե ինչպես պիտի ներկայացնես, ինչպես պիտի խոսես, որ մարդուն վատ վիճակի մեջ չգցես։ Բայց ամեն դեպքում մեր բաժանմունք այցելող պացիենտները արդեն մեծ մասը գիտեն խնդրի առարկան ու հուզված են լինում, նեղված են լինում ու գոնե մի լավ բան են ուզում լսեն։ Ու շատ դժվար է լինում, երբ որ դու այդ մարդուն չես կարողանում այդ հարցում բավարարես, ասես, այո, գիտեք, ամեն ինչ նորմալ է։ Չնայած զուգահեռ դրան շատ լավ բնականաբար դինամիկաներ ենք ունենում, երբ որ դուրս են գալիս, ասում են, գիտեք, արկա մետաստազները այս պայն էլ չեն վիզուալիզացվում, դեպի դրականն ենք գնում։ Մի խոսքով շատ այսպես ծանր գործ է, բայց էլի եմ ասում, ես շատ մեծ սիրով եմ իմ գործին մոտենում ու պացիենտին պատրաստ եմ ժամերով բացատրեմ, նկարագրեմ, թե ինչ է կատարվում։ Ես հասկանում եմ, բժիշկները առհասարակ ժամանակ չեն ունենում, բոլորս էլ շատ զբաղված ենք, բայց պիտի ժամանակ տրամադրես պացիենտին, որովհետև ինքը առաջին հերթին քո ջերմ վերաբերմունքն է ուզում։ Այդ տարածված արտահայտությունը, որ բուժում ենք ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին, միշտ աշխատող սկզբունք է, ու երբ որ դու աշխատում ես հենց պացիենտի հետ, կարող է լինի այնպիսի իրավիճակ, որ ինքը ուղղակի արդեն վերջ, հույս չունի ապրելու, չկա ֆիզիկական տվյալները ցույց են տալիս, որ վերջն է մոտենում է, բայց այնքան գրագետ մոտենաս այդ հարցին եւ այնքան ճիշտ ներկայացնես պացիենտին իր վիճակը, որ նույնիսկ եթե մահանա մարդը, իր հարազատները ոչ թե ասեն այս բժիշկը վատն էր եւ մեզ նորմալ չբացատրեց, չասեց, չարեց, այլ ընդհակառակը հասկանա, որ դու քո մաքսիմալը արել ես պացիենտին օգնելու համար։ Ու մենք մեր հայազգ առհասարակ ունի այդ խնդիրը, որ շատ է լինում, որ գալիս են ասում են իրեն չասեք ինչա կատարվում իր օրգանիզմում, բայց ըստ իս այդ սխալ է, որովհետև մարդը, գիտակից մարդը ինձ թվում է պետք է իմանա իր հետ ինչ է կատարվում։ Չգիտեմ, եթե իրոք գիտակից մարդ է, հասուն մարդ է, ինքը կուզենա իմանա, որ իր պլանները, իր խնդիրները կարողանա լուծի բնականաբար դա ինձ թվում է շատ ճիշտ է, որպեսզի պացիենտին ճիշտ ձևով մատուցես, որ իր մոտ կա տվյալ խնդիրը, որպեսզի ինքն էլ արդեն իմանա իր անելիքները։ Դա եւս խնդիր է, շատ է լինում, որ մտնում են, խնդրում են, որ չասենք։ Դե ստիպված ենք լինում երբեմն չասելու, բայց շատ կուզեմ, որ այդ միտքը եւս փոխվի մեր ազգի մեջ, որ դա այդ մարդու իրավունքն է իմանալ, թե ինչ է իր հետ կատարվում։ Հա, շատ ճիշտ բան եք ասում, տարածված, եւ եթե դու արդեն եկել ես հիվանդանոց ու գիտես որտեղ ես եկել, ամեն դեպքում թե ինչ է քո հետ կատարվում, պետք է իմանաս։ Չգիտեմ, մի կողմից ես դեպքեր գիտեմ, որ երբ որ չեն ասել մարդկանց եւ ստացվել է ինչ որ հաջողվել է այդ իրավիճակից դուրս գալ, այդ մարդիկ ոչ էլ այդ ստրեսի մեջ ընկել են, ոչ էլ այդ ամեն ինչի միջով անցել են, բայց շատ ժամանակ այդպես չի լինում եւ երջանիկ դեպքերը լինում են իհարկե, բայց կոնկրետ, հա, ուրուցքաբանության մեջ հատկապես կյանքի ու մահու հարցը էլի ամեն պահի մարդը կարա մահանա ու ցավոք սրտի հիմնականում մահանա էլի ոնց որ չկա կամ ապրում են կամ մահանում են, ասենց չկա արանքում ողջ ինչ որ արանքային վիճակ ցավոք սրտի չկա, բայց ամեն դեպքում կոնկրետ օրինակ կրծքագեղձի քաղցկեղը բացարձակապես վերահսկելի իրավիճակ է, մանավանդ հիմա այո, Հայաստանում հանգիստ կարող եմ ասել, ես օրական, չգիտեմ, 10-20 դեպքի հետ առնչվում եմ ու ասել, որ դա դատավճիռ է, ամենևին ճիշտ չէ։ Երբ որ իսկապես ժամանակին դիմում են, մեծ տոկոս դեպքերում հարցը իրապես լուծելի է։ Ուղղակի շատ խնդրում հայ կանանց, որ հետևողական լինեն։ Ինչու եմ միայն դրա մասին խոսում, որովհետև դրա հետ եմ շատ առնչվում։ Իսկապես զարմանում եմ, որ հիմա գալիս են շատ բաց թողնված վիճակներում, չգիտեմ, կրծքի վրա բացված վերքերով ու ասում են, դե գիտեք, չէի ուզում ընտանիքիս անհանգստացնեի, բայց այդ վիճակը արդեն իրոք անհանգստացնող է եւ այդ վիճակում պիտի ծախսվեն, չգիտեմ, միլիոնավոր դրամներ, ռեսուրսներ եւ հոգեբանական վիճակներ, որպեսզի այդ մարդուն կարողանան օգնել։ Դրա համար շատ ավելի ճիշտ է, որպեսզի շուտ դիմեն, առանց գանգատի դիմեն, նույնիսկ առանց ինչ-որ բան շոշափելու կրծքում դիմեն, որպեսզի հարցը ժամանակին կարողանանք լուծել։ Բայց շատ ուրախալի է, որ երիտասարդ աղջիկները ուղղակի, ես միշտ միջանցքում մոտենում հարցնում եմ, ասում եմ պրոֆիլակտիկ եք եկել, ասում են հա։
ու այդ շատ հավես է։ Մենք որ նոր էինք բացվել 97 թիվներ, ես փուճուր էի այդ ժամանակ շատ, բայց անընդհատ թեմայի մեջ էի ու ես շատ լավ հիշում եմ, որ միջանցքում տեսնում էի 3 հոգի։ Իսկ հիմա հերթերի մեջ մարդիկ սպասում են, որ հետազոտվեն։ Այդ շատ լավ է, որ մարդիկ իրենց նկատմամբ հարգանք ունեն եւ գալիս են ժամանակին։ Ոնց որ երկու կողմն էլ կա։ Հա։ Ծայրահեղություններ կան։ Ահա, համաձայն եմ ձեզ հետ։ Կրծքագեղձի քաղցկեղը ընդհանրապես ներկայիս պրոտոկոլներով շատ լավ բուժվում է։ Այո։ Ու անվերադարձ կարելի է իրանից ազատվել։ Միանշանակ։ Եվ շատ ուրախալի է, որ մեր մոտ կարողանում են անեն։ Կարծում եմ, գիտեք, միշտ այդ պահը կա, որ թե խիչ են գալիս, խիչ են շուտ բանանում։ Ես դրա մեջ մի քիչ խորացել էի, բայց կարծում եմ ավելի շատ երկու բազմակոմպոնենտ է, բայց հիմնականում երկու կարևոր կոմպոնենտ կա, որը որ բերում է դրան։ Առաջինը, որ առողջապահական համակարգը ինքն իրանով այդքան էլ հարուստ չի, այո, որտեվ հարուստ երկրներում հարուստ առողջապահական համակարգերը իրանք ավելի շատ շեշտը դնում են կանխարգելիչ բժշկության վրա եւ կարողանում են այնպես անել, որ իրանք ռեսուրսների մինիմալ ծախսով կարողանան պացիենտներին բուժել։ Եվ մյուս կողմից նաև մեր ժողովրդի եւ բարոյահոգեբանական եւ ֆինանսական եւ նաեւ բժշկի նկատմամբ հմբռնումների հետ կապված խնդիրները, որտեվ մի մարդու գլխի մեջ մի քանի բան է կատարվում։ Միաժամանակ այն որ բժիշկ են, այդ ուրեմն եթե բժիշկը շատերը կան, որ ասում են այդ բժիշկ պացիենտ բարիերը շատ կա եւ պրոստը ուղղակի ամաչում են գնալ։ Այդ ասեմ ձեզ առաջին կոմպոնենտն է, ամաչելը։ Մինչեւ հիմա դա կա։ Որ ասում են ես ամաչում եմ բժշկի մոտ հանվեմ։ Ու հաշվի չեն առնում, որ այդ բժիշկը ամեն օր դրա մեջ է, այդքան տեսնում է, ամաչելու կարիք ընդհանրապես չկա իրականում։ Ամոթ եւ վախ, ամենաշատը դա է։ Այդքան ֆինանսականը չի, հավատացեք։ Իհարկե դա էլ կա, դա եւս է երրորդ ամենախոշոր կոմպոնենտն է, բայց իրոք առաջինը այդ ամոթը ու վախն է, որ հետ են պահում մարդկանց։ Ու եթե ընտանիք ունեցող հայ կինը, ինքը մտածում է իր երեխեքին նեղություն չտալու մասին։ Հա, շատ տարածված է։ Հայ մամաները շատ լավն են, բայց շատ անznազող են, էլի շատ անznազող են ու երբեմն հա, ես էլ եմ դրանցից։ Շատ մի կողմից ուրախ եմ, որ այտենց եք, բայց դե քանի որ դուք բժիշկ եք, նաև այդ ամեն ինչի մեջ եք ամեն օր, հաստատ դուք ձեզ լավ կնայեք, էլի։ Հա, չէ, անznազող կլինեք, բայց եւ շատ ճիշտ բաներից խոսեցինք։ Հիմա ես կուզեմ մի հատ պատմեք որպես Շաքե Հմայակյանը որպես կին եւ մայրիկ, որ ոնց է կարողանում այդ ամեն ինչի մեջ լինել եւ ընտանիքի արկայությունը օգնում է թե խանգարում է գործին։ Չէ, դե ընտանիքի Շաքե Հմայակյանը որպես մամա, չգիտեմ, ուղեղը լրիվ անջատած է բժշկությունից, նույնիսկ երբ որ երեխեքի հետ կապված Աստված հերոպայի ինչ որ մի բան չի լինում, ես ոչինչ չեմ անում ինքնուրույն, ես զանգում եմ մանկաբույժից միանգամից, ու ես դա միշտ պատմում եմ իմ հետևորդներին, ասում ժողովուրդ ինքնաբուժությամբ հլը հա, բայց երեխեքին ինքնաբուժել հաստատ չարժի, ես դա չեմ ընդունում։ Ես ինձ միանգամից կորցնում եմ, խառնում եմ իրար, թեթև մրսածության դեպքում նույնիսկ գիտակցությունս ասում է աղջիկ ջան, ամոթ է, հավաքվի, բայց մամայի սիրտը չէ, խառնվում է իրար։ Իսկ ինչ վերաբերում է կարիերային, շատ դժվար է համատեղել լինել այտենց լավ մամա ու նաև աշխատանքի մեջ առաջամարտիկ լինել, այսպես ասած, որովհետև որ զանգում են տնից ասում են, գիտես ոնց որ երեխեն մի տեսակ է վերջ, դու արդեն չես կարողանում լիարժեք բժիշկ լինել, ու բնականաբար գնում ես երեխու մոտ։ Այդ ոնց որ իրար խանգարող պահն է, բայց այդ բնական ընթացք է, երեխեքը պիտի մեծանան, բնական է եւ դա կանցնի։ Հույս ունեմ, որ կարողանամ ավելի շատ տրամադրել, բայց փորձում եմ ինչ-որ նոր բաներ սովորել, նոր բաներ կարդալ, ես միշտ իմ մեջ դա ունեմ, որ օրվա վերջ ես անպայման մի բան պիտի կարդամ բժշկության մասին, նոր քնեմ, առանց դրա անհնար է, ես ինձ շատ հետ ընկած կզգամ, եթե ինչ-որ մի բան չկարդամ, այդ երեխեքին քնացնելու պահն է, քնացնում եմ, սկսում եմ կարդալ։ Իսկ կարող է որպես հեքիաթ ձեր բժշկական թղթերն եք կարդում իրենց համար։ Մեղք են երեխեքս չէ։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը։ Հա, այդ մանավանդ շատ դաժան թեմա է։ Չէ, ու փորձում եմ լինել տանը մաքսիմալ չբժիշկ։
Հա, ու չեմ ուզում երեխեքին այդ կերպարը պարտադրեմ, ու չեմ էլ ուզի, որ իրանք բժիշկ դառնան։ Ուրիշ բան կուզեմ որ դառնան, եթե իհարկե իրանք պնդեն, որ ուզում են, ինձ թվում է փոքրս պնդելու է, որ ինքը բժիշկ է ուզում դառնա, այտենց եմ իրանից զգում, բայց ես երբեք չեմ զորի, չեմ պարտադրի, որովհետև իսկապես ծանր գործ է, իհարկե շատ վեհ ու բարձր գործ է բժիշկ լինելը, դա գործ չի, դա կոչում է, իսկապես կոչում է, ու դու ժամով գործի չես գնում, դու միշտ այդ խալաթը մտավոր քո հագին է, ու դու միշտ պետքա պատրաստ լինես մարդկանց օգնես, ու պետքայով չի, դու ուզում ես մարդկանց օգնես, այդպես է, եթե դու բժիշկ ես, իմ կարծիքով այդպես պիտի լինի, բայց եթե իսկապես իրանք ուզեն, դեմ չեմ լինի, բայց երբեք չեմ ստիպի, ծանր է ամեն դեպքում։ Քանի երեխա ունեիք։ Երկու տղա։ Փոքր են, հա։ 7 եւ 3 տարեկան։ Հա, ո՞նց եք հասկանում, որ իբան փոքրը բժիշկ դառնալու է։ Ինձ նման է շատ։ Հա, շատ աննման ինձ ու մտածում որ կուզենա այդ ուղղությամբ գնա։ Հա։ Իսկ հիմա իրանց այդ շփումը ո՞նց է ստացվում, այսինքն սերունդային տարբերություն կա, որ հիմա իրանք նոր սերունդ են ավելի այս դիջիտալ ամեն ինչը կա եւ նաեւ դուք որպես պահպանողական այո ոնց է այդ ամեն ինչը Ոյ այդ ինքն դժվար է երբ որ դու փորձում ես այս խելագար աշխարհի մեջ երեխաներիդ ինչ որ տենց լրիվ ուրիշ բան ցույց տաս չգիտեմ իրանց փորձես տենց պատնեշել տարբեր սխալ բաներից շատ դժվար է իրականում շատ բաներ կան որոնց դեմ չես կարող օրինակ ես մեծ տղաս շատ է սիրում խաղեր խաղալ, չգիտեմ, համակարգչային ու բնականաբար հեռախոս կսիրի, եթե տամ, բայց այդ մի բանը ես հաղթել եմ, ես հեռախոս իրենց չեմ տալիս։ Հա, I did it։ Բայց հեռուստացույց չեմ կարող իրենց զրկել նայել, փորձում եմ ֆիլտրել, որպեսզի նորմալ մուլտեր դիտեն, փորձում եմ մեկ-մեկ սովետական մուլտեր դնել, բայց միևնույն է իրանք չեն հետաքրքրվում, ինձ թվում է գույներից է Հիմիկվա մուլտերի գույները այնպես են, որ գրավում են երեխաներին, բայց երաժշտությունը անպայման փորձում եմ ճիշտ երաժշտություն դնել, իրենք լսում են կլասիկա, իրենք լսում են կոմիտաս, օպերային կատարումներ եմ դնում, որ լսեն, այդ պետք է երեխայի մեջ զարգացնես արվեստի նկատմամբ սերը, պարտադիր է իմ համար։ Հա, շատ կարևոր է։ Ինձ այդպես են մեծացրել։ Հա, իրականում դա շատ ճիշտ է, որովհետև Ես օրինակ շատ երկար ժամանակ չեմ հասկացել ինչ կապ ունի արվեստը ընդհանրապես մարդու հետ, որովհետև միշտ մտածել եմ դե կան նորմալ կարգին գիտություններ, բնական գիտություններ, կա բժշկություն, կա մաթեմատիկա, կա եւ այլն, այդ ամեն ինչը կա, ինչներից է պետք արվեստը, ու իմ մոտ այդ արվեստի գրականության կարդացել եմ, այնպես չի չեմ կարդացել, բայց չեմ հասկացել, որ ինձ ստիպել են, որ ես պիտի կարդամ այդ ամեն ինչը պիտի անեմ Երբ որ արդեն հիվանդանոցում սկսեցի աշխատել, հերթապահել ինչ-որ մի շրջան, այդ ժամանակ հասկացա, թե ընդհանրապես արվեստը ինչի համար է։ Երբ որ դու պացիենտներից սկսում ես շփվել, դու ավտոմատ քեզնից շատ էմոցիա ես տալիս եւ քեզ տալիս ես իրենց։ Դու դառնում ես իրենց այդ ժամանակ։ Բայց երբ որ դու չես ունենում մի հատ որակյալ մի բան, որը որ քեզ կօգնի վերականգնվել, դա ազդում է քո աշխատանքի արդյունավետության վրա։ Արվեստը, գրականությունը եւ մնացած հումանիտար եւ տենց մշակութային ամեն ինչի իմաստը այն է, ես հասկացա, որ եթե դու ունես վերականգնման կարիք ու արդյունավետ վերականգնման կարիք, որ քեզ կտա էներգիա, որ դու կարողանաս շարունակել, շատ լավ մեթոդ է վերականգնվելու։ Ու սենց համեմատություն սկսեցի տանել երկար ոնց որ գրված պատմվածքների, վեպերի ու կարճ բանաստեղծությունների միջև արդիական շատ լավ օրինակ գտա, որ երկար երբ որ դու կինո ես նայում կամ սերիալ ես նայում, այդ նման է պատմվածքներին ու վեպերին։ Սերիալը կոնկրետ ավելի շատ բան վեպի է նման, որ դու անընդհատ կարդում ես գլուխ, իսկ պատմվածքները ավելի շատ կարճամետրաժ կամ լիամետրաժ ֆիլմի, իսկ այ օրինակ բանը բանաստեղծությունները այս շորտսերն են հիմա շատ տարածված, ռիլերը եւ ամեն ինչը, որ դու շատ արագ ունենում ես էմոցիոնալ բան, դոպամինային կամ այլ նյարդամիջնորդանյութերի բուստ։ Շատ հետաքրքիր համեմատություն է։ Ու այդպես կարողանում ես շարունակել քո գործունեությունը։ Ու առհասարակ դու մի կյանք ես ապրում, դու չես կարող զուգահեռաբար լինել եւ բժիշկ եւ իրավաբան եւ չգիտեմ, կրկեսում աշխատող, ու որ դու շատ գրքեր ես կարդում, դու սկսում ես այդ մարդկանց կյանքով ապրել։
քեզ ծանոթ է սկսում դառնալ ուրիշ կյանքը ու դու սովորում ես այդ կյանքից շատ բան։ Հիմա որ շատ երիտասարդներ ասում են հավես չունենք գիրք կարդալու, ես միշտ այդ եմ ասում իրենց, ասում եմ, բայց դուք ոնց որ մի քանի կյանք ապրելու հնարավորություն ունեք գիրք կարդալով, դու եւս մի կյանք ես ապրում, եւս մի բան ես սովորում կյանքի մեջ ու դու չգիտես որ մի պահին դա քեզ պետք կգա, այնպես որ այդ հաճույքից հաստատ չարժի զրկվել։ Առանցակ արվեստը, չգիտեմ, համերգներ, անցած օրը գնացել էի սիմֆոնիկ ռոք համերգի, այնպես լծված էին, ես ու տղայիս հետս տարել էի։ Միշտ տանում եմ հետս, որպեսզի ինքը սովորի ու տեսնի ինչեր կան աշխարհում, այսպես ասած, ու այդ պարտադիր է, մանավանդ ծանր գործից հետո նման այդ ռելաքսացիան հաստատ արժի ունենալ։ Ոնց է։ Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք, բայց ցավոք արդեն պետքա փակենք բանը, հաղորդումը ու վերջում մեր ավանդական հարցն եմ ուզում ձեզ տալ։ Եթե հետ գնայիք հանդիպեիք երիտասարդ Շաքեին 6-րդ կուրսում, որ նոր ավարտում է, իրան ինչ խորհուրդ կտայիք, 3 խորհուրդներ, որ իրան կտայիք եւ ինչ կուզենայիք փոխել, որ հիմա օրինակ ձեզ դուրս չի գալիս։ Երևի թե կասեի, որ ավելի լավ սովորի այդ Շաքեն։ Ավելի շատ ճամփորդի ու մանրուքների վրա քիչ նյարդայնանա։ Այդ 3 խորհուրդը հաստատ կտայի իրան։ Իսկ ինչ կփոխեիք։ Ինչ կփոխեի։ Երևի թե ոչինչ չէի փոխի։ Ես այդպես եմ կարծում, որ լինում է այն ինչ որ պետք է լինի, նույնիսկ եթե փորձես ինչ որ բան հետ գնաս ժամանակի մեքենայով փոխես, միևնույնն է այն ինչ որ Աստված որոշել է դա է լինելու։ Դրա համար այն որ ասում են մի արածիդ համար մի փոշմանի, չի փոխի ոչինչ։ Թող մնա այնպես ինչպես որ կա։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ շատ հաճելի զրույցի համար։ Իսկ դուք շարունակեք հետևել մեր էջին, բաժանորդագրվեք, զանգակի կոճակը սեղմեք ու տարածեք մեր տեսանյութերը, որպեսզի հրավիրենք ելի լիքը լավ ու հետաքրքիր բժիշկների։ Շնորհակալություն։